Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք եւ շատ ուրախ եմ, որ մեր հաղորդումները միշտ ձեզ հետաքրքրում են։ Հավատացեք, որ ձեր ներկայությունը մենք զգում ենք եւ դա մեզ ոգևորում է։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք մեր կարծիքով ձեր դուրը կգան, նաև կօգնեն առօրյա կյանքում ինչ պատրաստել այսօր։ Այսօրվա պատրաստելիք ուտեստը բորանի է, ամառային բորանի, ամառ, շոգ, բանջարեղեն եւ ճիշտն ասած ախորժակի մի քիչ թուլացում։ Հենց այդ ժամանակ է, որ մենք պիտի անպայման դյուրամարս կերակրատեսակներ, դյուրամարս մթերքներով կարողանանք լրացնել մեր սննդի պակասը։ Հենց այս նկատառումով էլ բարեկամներ այսօրվա ընտրված այդ կերակրատեսակը հենց դյուրամարս է էությամբ, այսինքն ունի հետևյալ բաղադրությունը՝ տակդեղ, լոլիկ, սունկ, գլուխսող եւ հավի կրծքամիս եւ ինչ բորանի առանց սխտոր եւ մածունի։ Ասեմ, որ ընդհանրապես բորանի տեսակի կերակրատեսակները հենց առանձնանում են նրանով, որ նրանք բոլորը մատուցվում են սխտոր մածունով։ Թե ինչու ես այլ պատմությունը, ես անպայման այդ պատմությունը մի հաղորդման ժամանակ կներկայացնեմ ձեզ, թե ինչու անունը բորանի, որտեղից է ծագել եւ ինչ զարգացում է ունեցել։ Ինչևէ, բարեկամներ, հիմա մենք կտրատենք բանջարեղենները նախ լոլիկն էլ կարող ենք կիսել պատրաստել։ Հիմա հավի կրծքամիսը եւ սոխը միասին ենք տապակելու։ Առած սոխի մեջ հավի կրծքամիսը կտապակենք։ Մի քիչ ձեթ, մի քիչ կարագ, եւ սոխը։ Սոխն ու հավը միասին ենք տապակելու, ինչպես նշեցի։ Եվ խավարտը պիտի պատրաստենք, պայմանական, այսպես նշենք, խավարտ, որովհետև իրականում այս կերակրատեսակը միասին է մատուցվում։ Մատուցման եղանակն էլ պիտի կարողանալ ընտրել, այսինքն մենք է, որ պիտի ընտրենք դյուրին եղանակ, գեղեցիկ եղանակ մատուցման։ Մի քիչ ձեթով տապակենք նախ սունկը, նորից մեզ շատ բարձր ջերմաշան է հարկավոր տապակի մեջ, բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, յուրաքանչյուր մթերք, երբ որ պիտի տապակենք, անպայման տապակը պիտի տաքացնենք, ձեթը կամ յուղը բարձր ջերմաշանով դաղենք։ Մինչ սոխի մի կողմը չդաղվի, խորհուրդ չի տրվում խառնել սոխը։ Միսը կտրատենք մկանային հյուսվածքին ուղղահայաց, զողիկների, մոտավորապես 6-7 մմ հաստության։ Կարևոր համեմունքը բանջարեղենի հատկապես մենք ընտրել ենք սամիթը, սամիթն ենք օգտագործելու, բայց իհարկե օգտագործել ենք նաև աղ, պղպեղ եւ ինչպես միշտ եւ ինչպես բոլոր դեպքերում սեր եւ հոգու ջերմություն։ Մի քիչ այսպես հոլաստենք ձեթ,
Կարելի է ասել համարյա թե պատրաստ է սունկը, այս ժամին արդեն հիմա կանանք մի քիչ համեմել եւ ավելացնել տակդեղը։ Նորից հուշեմ, որ հարկավոր է ջերմաստիճանը բարձր պահել, շատ բարձր։ Սոխը կարող ենք խառնել արդեն։ Արդեն տապակվում է նաև սոխը, սոխին մի քիչ աղ պիտի ավելացնենք, տապակված ընթացքում արդեն, տապակված ժամանակ, և միսը, հավի կրծքամիսն ավելացնենք այստեղ, նորից հիշեցնեմ, մի քիչ ձետ, նախ տապակը տաքացրինք, ձետ դաղեցինք, այնուհետև մի քիչ կարագ, սոխը տապակեցինք, հետո արդեն հավն ենք սոխի հետ տապակում, ինչ ենք ցանկանում, ուզում ենք, որ սոխի համով օծենք հավը, հավի կրծքամիսը։ Իսկ այստեղ բանջարեղեն տապակեցինք, նախ սունկը, հետո տակդեղը, հիմա լոլիկը մենք կկիսենք և լոլիկ էլ պիտի տապակենք բանջարեղենի հետ, երևի արդեն մեր հմուտ ստաժավոր հեռուստադիտողները արդեն կհասկանան, որ այս կերակրատեսակ, այս բանջարեղենների, տապակված բանջարեղենները մենք անվանել ենք այլազան։ Հիմա այսպես կառանձնացնենք բանջարեղենները, որպեսզի կարողանանք լոլիկը նույնպես թեթևակի տապակենք։ Լոլիկի տապակվել ասվածը, այնքան, որ լոլիկը փափկի, իսկ մինչ այդ մենք, ինչպես արդեն հաղորդման սկզբում նշեցինք, կերակուրը մատուցելու ենք մածուն սխտորով, պատրաստենք մածուն սխտորը, սխտոր, նաև լոլիկը մի քիչ խառնենք, մսային մասը կերակրատեսակի այլ համեմունք մենք չենք ավելացնելու, բայց խավարտին կավելացնենք նաև սամիտ, սա էլ այսպես, եթե հիշում եք, սոխառածը համեմեցինք աղով, խոշոր սամիտ այսպես, կանենք խավարտի համար, ուզում եմ նշել, որ այս կերակրատեսակը կարող ենք պատրաստել նաև այլ մսերից, հորթի, գարան, որևէ սահմանափակում չեմ տեսնում։ Հանում ենք մի քիչ լոլիկը, արդեն պատրաստ է բանջարեղենը, հիմա կարող ենք խառնել ընդհանուր,
Հավի կրծքամիսը կարող ենք, կամ ընդհանրապես միսը կարող ենք նաև համեմված վիճակում տապակել, այսպես գործածվող տարբերակով նշեմ, բաստուրմացված միս կարող ենք կտրատել։ Վերջ։ Բանջարեղենը հիմա մենք կտեղադրենք կենտրոնում, ներողություն, միսը կտեղադրենք կենտրոնում, Սոխը, ինչպես ասում են, իր գործը արել է։ Եվ եզրերով բանջարեղենը նորից հիշեցնեմ, որ բանջարեղենը քաղցր տակդեղ, սունկ, լոլիկ, վերջում խոշոր կտորներով սամիտ ամառային բանջարեղենային այլազան։ Այսպես այստեղ լավաշ եւ ինչպես հաղորդման սկզբում նշեցի, էլ ինչ որանի առանց սխտոր մածնի։ Բանջարեղենային բորանի բաղադրություն նորից նշեմ, հավի կրծքամիս, գլուխ սոխ տապակվում են միասին, բանջարեղեն, սունկ, տակդեղ եւ լոլիկ տապակվում են միասին, միանում են ափսեի մեջ եւ ավելացվում է սխտոր մածուն։ Այսքանն էր հարգելի հեռուստադիտողներ, որ պատրաստել ենք ձեզ համար։ Հրաժեշտից առաջ ուզում եմ միշտ մաղթել ձեզ, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ ճիշտ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ամառային բորանի բանջարեղենով հավի կրծքամիս 150 գրամ, սունկ 100 գրամ, լոլիկ 80 գրամ, տակդեղ 1 հատ, կարագ 20 գրամ, սող 1 հատ, սամիտ մի քանի ճյուղ, աղ, սև պղպեղ, բարեախորժակ։